Տեսանյութը պատրաստվել է աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին ծրագրի շրջանակում։ Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1757 որոշումն է։ Գործի քննության առիթը եղել է 2024 թվականի փետրվարի 15-ին Վճռաբեկ դատարանի ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը, որը դատարանը քննել է դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով։ Ոստիկանությունում ծառայության մասին օրենքը ազգային ժողովն ընդունել է 2002 թվականի հուլիսի 3-ին և այն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ին։ Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարած աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի քան 3 ամսվա համար։ Այն ծառայողներին, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը վճարվում է նրանց զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի քան 3 ամսվա համար։ Խնդրու առարկա գործի ըստ էության նկարագրությունը հետևյալն է։ Աշխատանքից հեռացված Մելիք Մարտունի Հակոբյանը դիմել է վարչական դատարան ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի թիվ 2334-ա որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում պաշտոնում վերականգնվելուն և որպես հետևանք հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջով։ Հայցը քննելով դատարանը 2022 թվականի փետրվարի 16-ին որոշել է բավարարել Հակոբյանի հայցը, անվավեր ճանաչելով ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի 2334-ա հրամանը, իսկ նույն թվի փետրվարի 22-ին էլ որոշել է ուղղել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճռի վրիպակը, այն է վճռի եզրափակիչ մասում անվավեր ճանաչել ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի 2334-ա հրամանի փոխարեն կարդալ. Անվավեր ճանաչել ոստիկանության պետի 2020 թվականի օգոստոսի 12-ի 2334-ա հրամանի առաջին մասը։ Այսպիսով դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է Մելիք Հակոբյանին վերականգնել նախկին պաշտոնում, ինչպես նաև հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակամիջոցի համար նրան վճարել հատուցում միջին աշխատավարձի չափով։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բողոքի հիման վրա վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 7-ին բեկանել է վարչական դատարանի 2022 թվականի փետրվարի 16-ի վճիռը հարկադիր պարապորտի մասով, փոփոխելով այն հետևյալ կերպ. Պարտավորեցնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը Մելիք Հակոբյանին վճարելու դրամական հատուցում չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի քան 3 ամսվա համար։ Իսկ արդեն 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Մելիք Հակոբյանի Վճռաբեկ բողոքը վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ։ Գործը քննելով Վճռաբեկ դատարանը 2024 թվականի փետրվարի 9-ին որոշել է. Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, մինչև Սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը կասեցնելով գործի վարույթը։ Դիմողը օրենքի վիճարկվող դրույթը
դիտարկել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքի սկզբունքի եւ սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի իրավունքի սահմանափակման տեսանկյունից բարձրացնելով հետեւյալ հարցադրումները. Արդյոք այլ պետական ծառայողների համեմատ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված կոչումը կամ պաշտոն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար միայն 3 ամսվա համար չվճարված աշխատավարձի չափով դրամական փոխհատուցում ստանալու սահմանափակումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված խտրականության արգելքի սկզբունքին։ Երկրորդ, արդյոք ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողների համար երաշխավորվում է աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիքի իրավունքն իրացնելու հնարավորությունը։ Առաջին հարցադրման առնչությամբ դիմողը նշել է, որ թեև ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, այդուհանդերձ պետական ծառայության բոլոր տեսակի ծառայողների համար օրենսդրությամբ պետք է սահմանվեն միատեսակ սոցիալ-իրավական պայմաններ, բացառությամբ այն դեպքերի, երբ տարբերակված մոտեցման համար առկա է օբյեկտիվ հիմք եւ իրավաչափ նպատակ։ Ըստ այդմ, դիմողը եզրահանգում է, որ հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու հարցում օրենսդիրը խտրական է եղել մի կողմից ոստիկանության ծառայողների եւ մյուս կողմից այլ պետական ծառայողների միջև դրա համար չունենալով որևէ օբյեկտիվ հիմք եւ ողջամիտ արդարացում։ Մասնավորապես, ոստիկանության ծառայողներն ավելի բացասական իրավական դրության մեջ են, քանի որ նրանց նման հատուցումը սահմանափակված է եռամսյա ժամկետով, իսկ մյուս ծառայողներինը ոչ։ Երկրորդ հարցադրման առնչությամբ դիմողը համարել է, որ ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված ծառայողն աշխատանքում վերականգնվելու դեպքում ունի հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար դրական փոխհատուցում ստանալու սահմանադրությամբ երաշխավորված լեգիտիմ ակնկալիք, որը նույնպես ենթակա է որակման որպես սեփականություն, եւ դրա պաշտպանությունը պետք է ունենա պաշտպանության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա դրա իրավատիրոջն իր իրավաչափ ակնկալիքը կյանքի կոչել։ Այնուհետև դիմողը եզրահանգել է. Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից այնքանով, որքանով ոստիկանության ծառայողի համար, ի տարբերություն այլ պետական ծառայողների, չի երաշխավորում հարկադիր պարապորտի ամբողջ ժամանակահատվածի համար դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի իրացումը, որը հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի եւ օրինական ակնկալիքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքի խախտման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը քննելով այս հակիրճ ներկայացված գործը որոշել է. Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության եւ վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, բայց ոչ ավելի քան 3 ամսվա համար ձևակերպումը ճանաչել սահմանադրության 49-րդ հոդվածին 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ հակասող եւ անվավեր։ Իմ զրուցակիցն այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանն է։ Պարոն Շաթիրյան, ոստիկանությունում ծառայության մասին օրենքի խնդրո առարկա դրույթը սահմանադրության որ կարգավորումների տեսակետից է խնդրահարույց համարել Սահմանադրական դատարանը։ Ինչպես արդեն իսկ նշվեց, Վճռաբեկ դատարանը սույն գործով դիմողը բարձրացրել էր ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 52 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը։ Նախ նշեմ, որ երկրորդ մասը կազմված է երկու պարբերություններից,
եւ ըստ էության երկրորդ պարբերության ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավորում դիմողը չէր ներկայացրել։ Սրա հետ մեկտեղ նկատի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գնահատեց հիշյալ օրենքի 52 հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերության սահմանադրականության հարցը, որը համակարգային առումով Սահմանադրական դատարանի գնահատմամբ փոխկապակցված էր երկրորդ պարբերության հետ, Սահմանադրական դատարանը նշված երկու պարբերությունները դիտարկեց համակարգային փոխկապվածության մեջ, փոխկապակցվածության։ Վիճարկվող կարգավորումը սահմանադրության որ հոդվածին էր հակասում։ Հիմնական իրավունքի առումով շեշտադրումը կատարվեց հանրային ծառայության անցնելու սահմանադրական իրավունքի վրա։ Սահմանադրության 49-րդ հոդվածն ազդարարում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք։ Մանրամասները սահմանվում են օրենքով։ Ընդ որում վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատվեց Սահմանադրության 49-րդ հոդվածին համապատասխանելիության տեսանկյունից Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, որին համապատասխան հիմնական իրավունքներն ու ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր։ Ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը Սահմանադրական դատարանը բազմիցս է անդրադարձել իր մի շարք որոշումներում։ Այս առնչությամբ կցանկանամ համառոտ հիշատակել Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՎ 1488 որոշումը, որտեղ հիշյալ իրավունքի բովանդակության վերաբերյալ արտահայտվել են մի շարք իրավական դիրքորոշումներ։ Մասնավորապես իրավական դիրքորոշումն առ այն, որ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի բաղադրիչ են նաև հանրային ծառայության համապատասխան պաշտոնում պաշտոնավարման իրավունքը, ինչն իր հերթին ենթադրում է ինչպես օրենքով չնախատեսված, այնպես էլ կամայական հիմքերով ծառայությունից ազատվելու արգելք։ Սույն սահմանադրական վեճի շրջանակում Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ հանրային եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնավարման իրավունքի արդյունավետ իրացման համար, որպես անհրաժեշտ կառուցակարգ օրենսդիրը ոչ միայն պետք է նախատեսի ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատման դեպքում փոխհատուցման իրավունքը, ինչև նախատեսել էր, այլև նշված ոչ իրավաչափ հիմքով ազատման պահից մինչև վերականգնումը փոխհատուցման ծավալը կանխորոշող ժամանակահատվածի առումով այնպիսի կառուցակարգ կամ կառուցակարգեր, որոնց գործողության պայմաններում փոխհատուցման առավելագույն ժամկետով պայմանավորված փոխհատուցման ծավալը էականորեն չի սահմանափակվի։ Այլ խոսքերով ասած կամ պարզ ասած, խոսքը վերաբերում էր կամ վիճելի էր հիշյալ օրենքի 52 հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում հիշատակված, բայց ոչ ավել քան 3 ամսվա համար ձևակերպումը բովանդակային առումով, որպես դրամական փոխհատուցման կամ դրամական հատուցման տրամադրման առավելագույն ժամկետ։ Եվ այս տեսանկյունից Սահմանադրական դատարանը ըստ էության վերոնշյալ երկու պարբերությունների դրույթները դրամական փոխհատուցում տալու կամ հատուցում վճարելու ժամանակահատվածի որոշակիացված լինելու պայմաններում ազատման պահ մինչև վերականգնումը, դրամական փոխհատուցում տալու հատուցում վճարելու առավելագույն ժամանակահատված սահմանելու եւ որպես դրա հետևանք փոխհատուցման ծավալը սահմանափակելու առումով համարեց խնդրահարույց եւ որպես հետևանք վիճարկվող օրինադրույթները ըստ էության, այսինքն 52 հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունների, բայց ոչ ավել քան 3 ամսվա համար ձևակերպումը ճանաչեց Սահմանադրության 49-րդ հոդվածին հակասող եւ անվավեր, ինչպես արդեն նշեցի, Սահմանադրության 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ։ Դիմողը նաև իր դիմումում վկայակոչել էր սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը եւ սեփականության իրավունքի երաշխիքներ, այդ մասով ինչ կասեք։ Նախ անդրադառնամ խտրականության արգելման սահմանադրական սկզբունքին, այո, այս հարցին եւս անդրադարձ կա Սահմանադրական դատարանի որոշման մեջ, եւ ըստ էության Սահմանադրական դատարանը հղում կատարեց հարցի վերաբերյալ նախկինում ընդունված որոշումներում արտահայտված իր իրավական դիրքորոշումներին, որոնք կարիք չկա կրկին վկայակոչել,
Պարզապես տվյալ դեպքում կցանկանայի ուշադրություն հրավիրել Սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՎ 1685 որոշման մեջ արտացոլված վերաբերելի դիրքորոշումներին։ Իսկ նշված որոշմամբ սահմանվում էր, որ ավելի ճիշտ արձանագրվում էր, որ խտրականության սահմանադրական արգելքով սահմանված հիմքերը կամ պաշտպանվող հիմքերը սպառիչ են։ Բացառությամբ Սահմանադրության 29-րդ հոդվածում գործածված անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ ձևակերպման։ Սա ըստ էության նախատեսում է այդ հիմքերի ոչ սպառիչ ցանկ կամ այլ խոսքերով բաց ցանկ։ Սակայն անգամ այդ պայմաններում ձևակերպումն այնպիսին է անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ, որ համապատասխան հիմքը որպես Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հիմք գնահատելու համար խոսքը կարող է վերաբերել կամ անձնական կամ սոցիալական բնույթի որևէ հանգամանքի։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով Սահմանադրական դատարանը փաստեց, որ համապատասխան սուբյեկտների միջև դրվող տարբերակված մոտեցման հետ կապված դիմողի դիրքորոշումները հիմնավոր չեն, այլ խոսքերով ասած խտրականության սահմանադրական արգելքի կոնտեքստում վիճակվող կարգավորումը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Այն պարզ պատճառով, որ նշված արգելքով պաշտպանվող որևէ հիմք առկա չէ, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի որևէ հանգամանքով պայմանավորված լինելու վերաբերյալ հիմնավորում չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից վկայակոչված երկրորդ հարցադրմանը, այսինքն վիճարկվող օրինադրույթի ենթադրյալ համապատասխանությանը սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքին վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին, այս առումով ևս Սահմանադրական դատարանը գտավ, որ ներկայացված փաստարկներն այդուհանդերձ հիմնավոր չեն։ Սահմանադրական դատարանը մինչ այս հետևության հանգելը հղում կատարեց իր իսկ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին եւ սույն որոշման շրջանակում մասնավորապես փաստեց, որ ինքնին գույքային շահը կամ հավակնությունը, որը զուրկ է իրավական հիմքից, չի կարող հանդես գալ որպես Սահմանադրության 60 հոդվածի առաջին մասով պաշտպանության երաշխիքների ներքո լեգիտիմ կամ օրինական ակնկալիք։ Հետևաբար այս առումով սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի վերաբերյալ ներկայացված մտահոգությունները տեղին չեն եղել։ Շնորհակալություն պարզաբանման համար։ Շնորհակալություն։ Հաղորդաշարը պատրաստում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։